Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Արմատ հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, Արցախյան կոլորիտը։ Այսօրվա մեր հյուրն է կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը, որի հետ մենք կզրուցենք Արցախում կատարված հայտնագործությունների, Արցախցու գենետիկ կոդի եւ այլ հարցերի շուրջ։ Բարև ձեզ, պարոն եպիսկոպոսյան։ Բարև ձեզ։ Պարոն եպիսկոպոսյան, սրանից 30 տարի առաջ դուք նշանակվեցիք Արցախի պետական համալսարանի ռեկտոր։ Մի տարի հետո պատերազմի վերքերը դեռ չբուժած երկրում դուք սկսեցիք պեղումներ Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի Քարաբլուր կոչվող տեղաբայրում։ Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար։ Ինչու քանի որ ես միշտ ուրախությամբ եւ մեծ պատասխանատվությամբ եմ խոսում Արցախի մասին, ինչու քանի որ իմ գնալու պատճառը եւ ոչ միայն պատճառը, այ կարևոր մղումներից մեկը դա այն էր, որ յուրաքանչյուր հայն այն ժամանակ 90-ական թվականներին, 80-ականների վերջում պետք է ունենար իր ներդրումը, իր լոման պետք է ունենար, սա զուտ վեխ բառեր չեն, վեխ խոսքեր չեն, բայց իրականում դա այդպես պետք է լինի, ցավոք այդպես չեղավ։ Ամեն մեկս պետք է մենք ունենայինք մեր Ղարաբաղը, մեր Արցախը պետք է ունենայինք, մեր լոման, մեր ներդրումը, մեր ներկայացությունը պետք է այնտեղ ունենայինք եւ ֆիզիկապես եւ հոգեպես դա պետք է ունենայինք։ Եվ դա էր, որ ես ոչ թե համաձայնվեցի եւ ինքս էլ դիմեցի, իմանալով, որ կա այդպիսի հնարավորություն գնալ այնտեղ աշխատելու, եւ կարծում եմ դա ճիշտ որոշում էր, քանի որ դա եւ շրջադարձային էր ինձ համար եւ ընդհանրապես ես զգացի, որ ինչ որ կարևոր ավելի պրակտիկ, ավելի ոնց որ ազգին ավելի համահունչ մեր շահերին, չգիտեմ, մեր նպատակներին ավելի համահունչ, քան աշխատանքի կատարելու, քան նստած, ասենք, իմ առանձնասենյակում միայն գիտությամբ զբաղվում ես կամ ասենք նաև դասավանդում ես, դա քիչ ընդհանրապես մարդ պետք է ձգտի իր այդ նեղ շրջանակներից դուրս գա, որպեսզի եւ ինքը գնահատի իր աշխատանքը, նաև իր աշխատանքն էլ գնահատվի։ Ինչ վերաբերում է պեղումներին, պեղումները այսպես ինքնաբուխ այսպես եղանք եւ այդ պեղումներին միացավ մեր շատ լավ բարեկամ Համլետ Պետրոսյանը, որ այդ ժամանակ Երևանում էր, մեծ ուրախությամբ դե ինքը արդեն այնտեղ իրականացնում էր պեղումներ Շուշիի շրջանում եւ մենք սկսեցինք պեղումները շատ հետաքրքիր չի, նայած ասենք ընդամենը մի 5-6 օր տևեց այդ պեղումները եւ մենք այնքանով ենք ուրախ, որ առաջի անգամ ինչ որ հայտնաբերեցինք հնամարտաբանական նյութ, որը հետագայում ցավոք չկարողացանք ուսումնասիրել տարբեր պատճառներով, բայց այդ աշխատանքը արդեն հետագայում մենք կարողացանք շարունակել մի քիչ ուրիշ պայմաններում։ 7 տարվա ընդմիջումից հետո Ազոխի հնագիտական հուշարձանը տարբեր ժամանակաշրջանում մեծ հետաքրքրություն էր վայելում ուսումնասիրողների շրջանում, հատկապես գիտենք 1960-ական թվականներին, թե Բաքվից եկած ուսումնասիրողները ինչպիսի մեթոդներ կիրառեցին այդ հուշարձանը ավելի շատ վնասելու, քան թե զուտ ճիշտ գիտական ուսումնասիրություններ կատարելու, եւ նույնիսկ նրանց ուրեմն տպագրված գրքերում զավեշտի էր հասնում, երբ որ գրում են, երբ որ Ադրբեջանի ժողովրդի պատմությունը սկսում է Ազոխի քարանձավից եւ այլն, եւ մեր ուսումնասիրողները հակընդդեմ օրինակ մեր այն ժամանակվա Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոսներից հնագետ Յուրի Ասրյանը պատմաբանասիրական հանդեսում լրաբեր հասարակական գիտությունների ուրեմն հանդեսում տպագրում էր Արցախի հնագիտական հուշարձանների մասին եւ այսպես հակընդդեմ երկու համակարգ Բաքու, որտեղ հստակ դրված էր պատմության խեղաթյուրումը եւ նաեւ հնագիտական հուշարձանի խեղաթյուրումը եւ ուրեմն իսկական ակադեմիական մակարդակ։ Եվ դուք եկաք այդ հուշարձանը որպես արշավախմբի համաղեկավար եւ սկսեցիք այդ կարևորագույն հուշարձանի պեղումը։ Ինչն էր Ազոխի վեհությունը։ Ազոխը դա ինչպես դա ասում էր եւ Փարքասուն դեռ շփվում ենք մեր գործընկերը Անգլիայից բնության պատմության թանգարանի բաժնի վարիչ այն ժամանակ Պիտեր Էնդրեսը, ինքը որը
լավագույն մասնագետներից է այդ ուղղությամբ, ինքը ասում էր, որ իր գնահատականով Ազոխը եռյակի մեջ է մտնում մեր տարածաշրջանի ամենահարուստ, ամենագրավիչ, ամենահին շերտեր ունեցող, ուրեմն քարանձավների այդ ցուցակի մեջ է մտնում։ Այստեղ մի բան ասեմ, ես վերջերս գնացել էի Իրաքի Քրդիստան եւ այնտեղ Շանիդար բանը ես տեսա։ Քարանձավը տեսա, որն էլ է շատ հայտնի, քանի որ այնտեղ ուրեմն հայտնաբերել են ոսկրանյութ եւ ժամանակակից մարդու Homo sapiens-ի եւ նաեւ Նեանդերտալ մարդու, որը շատ կարեւոր է, ասենք, գիտության համար։ Բայց երբ որ համեմատեցի ես ուրեմն Շանիդարը եւ բանի հետ, Ազոխի հետ, սար ու ձորային, քանի որ այնտեղ, ասենք, չգիտեմ, մի 6-7 մետր էր երևի այդ մշակութային շերտերի հաստությունը, Ազոխում դա 13 մետր է եղել, բայց ի սկզբանե եղել է 18 մետր է եղել նույնիսկ։ Եվ երբ որ սկսել են աշխատել այնտեղ 60-ական թվականներին։ Իդեպ այդ պատմությունը Ազոխի հետ կապված ունի շատ հետաքրքիր սկիզբ ունի։ Ժամանակին այնտեղ աշխատանքները սկսել են ոչ թե գիտական պեղումներ, այնտեղ ուղղակի եղել այսպիսի մի առասպել, չգիտեմ, ինչ որ պատմություն, հեքիաթ ավելի ճիշտ, որ այնտեղ թաղված են հայկական, չգիտեմ, հարստությունները միջնադարում։ Եվ ես դա համոզվեցի, որ դա իսկությանը համապատասխանում է, քանի որ ներսի սրահներում, որը որ այդ փակ սրահներն է, որտեղ որ սովորաբար մենք մուտք չէինք գործում եւ թույլ չէինք տալիս, որ տուրիստները մուտք գործեն, վտանգավոր էր այնտեղ, ասենք, եւ մլակի տեսակետից, եւ չղջիկների տեսակետից, այսինքն, բայց այնտեղ մենք տեսնում ենք, որ կա փորած փոսեր կար, որը ոչ թե ձեռքով է, ոչ թե բահով էին փորել, այ հատուկ ինչ որ սարքեր էին բերել, այսպես կլոր ձևի, բավականին հմուտ ձևով փորած էր։ Այսինքն մարդիկ փնտրում էին ինչ որ մի բան։ Եվ բախտի բերմամբ, թե չգիտեմ, լրիվ հակառակը, այնտեղ տեսան, որ շերտեր կա, չգիտեմ, ով է տեսել դա, եղել է մասնագետ կամ կիսամասնագետ, եւ երբ որ եկան, այդ ժամանակ, երբ որ այդ աշխատանքները կատարում էին, տարեց մարդիկ ինձ պատմում էին գյուղից, Ազոխ գյուղից, որ այն ժամանակ նրանք այսպես բանով միլիցիայի աշխատակիցներով շրջապատել էին այդ տարածքը, որպեսզի գյուղից կամ ասենք այդ հարակից գյուղերից ոչ ոք հմուտ չի գործի եւ չտեսնեն այնտեղ ինչով են զբաղված։ Ինչ վերաբերում այն աշխատանքին, աշխատանքը իրոք կատարվել է ոչ պատշաճ ձևով, մեղմ ասած, ոչ պատշաճ ձևով, քանի որ նրանք օգտագործել են ոչ թե, չգիտեմ, նուրբ գործիքներ, ինչը մենք էինք օգտագործում, այլ նրանք օգտագործել են պերֆորատոր կոչված, այսինքն այն վակուումային մուրճը, որը որ պերֆորատոր են կանվանում, եւ այսինքն նրանք փլում էին այդ բաները, այդ նստվածքները, եւ դրանից հետո սկսում նայել, թե ինչ կա այնտեղ։ Եվ շատ լավ բոլորը հիշում են, որ եղել է Ազոխում, այնտեղ տենց կոնաձև մի հատ թափված հող կար։ Այդ կոնաձև թափված հողը դա ինքը մի հատ կլոնդայք էր։ Այնտեղ ամեն ինչ կար, ամեն ինչ կար։ Մենք եթե ունենայինք ռեսուրսներ ժամանակ ունենայինք, մենք այդ դա ամեն ինչը սկզբից ուսումնասիրեինք, որպեսզի այդ հիմնական, երբ որ սկսել են այդ պեղումները, գոնե այդ շերտերը մի քիչ մաղեինք, չգիտեմ, հասկանայինք ինչ այնտեղ կատարվել, եւ այդ մոտեցումը, այդ ոչ գիտական, ոչ մասնագիտական մոտեցումը բերեց նրան, որ երբ որ նրանք հայտնաբերեցին ոչ թե տեղում, ոչ թե in situ կոչված, այդ ստորին բեկորը, ստորին ծնոտի բեկորը, որը այսօր շատ հայտնի է, գիտական աշխարհում շատ հայտնի է, բայց այնտեղ կա մի շատ զարմանալի մի բան, կամ տարօրինակ մի բան, որ Կասիմովան, որը որ հոդվածներ ունի դրա վերաբերյալ, ես ազգանունները հատուկ եմ ասում, որ պարզ լինի, որ այդտեղ առարկայական խոսքի մասին է խոսքը, դեպքի մասին է խոսքը, եւ Հուսեյնովը, որը որ ղեկավարում էր պրոֆեսորը, նրանք տարբեր ձևով են մեկնաբանում, տարբեր ձևով են նշում, որ շերտում է հայտնաբերվել դա։ Իսկ միակ բացատրությունը այն է, որ դա ոչ թե տեղում է հայտնաբերվել, այլ արդեն փլած հողի մեջ է դա հայտնաբերվել, որը եւ բացի դրանից մենք տեսնում ենք, քանի որ մեր գործընկերներից մեկը գնացել էր Բաքու, տեսել էր օտար երկրյա, եւ այդ բեկորը ցույց է տալիս, որ այդ բեկորը ունի ժամանակակից կոտրվածք,
Այսինքն նրանք երբ որ բանով աշխատել են, այդ մուրճով աշխատել են, այդ մուրճը նաև վնասել է այդ բեկորը։ Գուցե ժամանակին եղել է, ասենք, ամբողջական է եղել այդ ստորին ծնոտը, բայց այդ մասը, որ մնացել է այդ չգիտեմ, աչքներ, ձախներ չեմ հիշում, այդ մասը փաստորեն ցույց է տալիս, որ վնասված է եղել, որը երբեք չկարող պատահել։ Երբ որ դու շատ նուրբ, չգիտեմ, շատ պրոֆեսիոնալ ձևով ես աշխատում, որպեսզի պարզ լինի մեր ընկերողին, որ անպայման դու պետք է շատ դանդաղ աշխատես, անպայման դու պետք է օգտագործես ատամնաբուժի գործիքները, դուք պետք է վրձինով աշխատես, դուք պետք է փչես, չգիտեմ, բայց երբեք դու չպետք է օգտագործես այնպիսի գործիքներ, որոնք վնասեն ոսկրանյութը։ Ցանկացած ոսկրանյութ ավելի թանկ է կամ չգիտեմ ոսկի, որը որ կարելի է գտնել, չգիտեմ ինչ տարբեր ուրեմն դամբարաններում։ Շատ ավելի կարևոր է, շատ ավելի արժեքավոր է։ Եվ մեր բախտը բերեց, որ ուրեմն Քարանձավը այնքան գրավիչ էր, Քարանձավը այնքան կարևոր էր գիտության համար, որ այդ Քարանձավի շուրջ, այդ պրոյեկտի, այդ գծագրի շուրջ, ուրեմն մենք կարողացանք ուրեմն հրավիրել մարդկանց տարբեր երկրներից։ Մենք ունեինք մասնագետներ, եւ Անգլիայից ունեինք, եւ Իսպանիայից ունեինք շատ մեծ խումբեր, Պորտուգալիայից ունեինք, Ամերիկայից ունեինք, Գերմանիայից ունեինք։ Այդ մասնագետները դրանք լավագույն մասնագետներ էին։ Եվ ինչու եմ ես դա ընդգծում, ինչու եմ ես դրա մասին խոսում, քանի որ վերջերս ես լսեցի, որ աշխատանքները դեռ սկսվել են այնտեղ։ Եվ ցավով պետք է ասեմ, որ եւ ուրախությամբ նաեւ, որ մեր գործընկերները ում դիմել են այդ նշված երկրներից, որ նրանք կան մասնակցեն, քանի որ եւ ճանաչված մասնագետներ են եւ շատ բարձր մակարդակի մասնագետներ են, նրանք կտրուկ հրաժարվել են։ Հրաժարվել են, քանի որ կա չգրված օրենք, ով սկսել է այնտեղ աշխատել, նա էլ պետք է շարունակի։ Պարոն եպիսկոպոսյան, ազոխի կարևորությունը։ Դեք ազոխի կարևորությունը կարծես թե առաջի հայացքից թվում է, թե ազոխը ոչ մի կապ չունի, ասենք, մեր այսօրվա ժամանակակից կյանքի հետ։ Բայց դա այսպես թվացյալ է ինչու։ Նայեք, ազոխը ցույց է տալիս, ազոխի հենց այդ մշակութային շերտերի հարստությունը ցույց է տալիս, որ այս տարածքը բնակեցված է եղել ոչ միայն մարդ բանականի կողմից, այլ նաև ավելի վաղ տեսակների կողմից։ Եվ այնտեղ ոչ միայն նեանդերտալ մարդը կա, այլ հավանաբար այնտեղ կա նաև նախա նեանդերտալ փուլը ներկայացնող մարդ, որը գուցե նաև տեսակը անուն դեռ չունի։ Եվ դա խոսում է նրա մասին, որ այս տարածաշրջանը, այս տարածքը շատ խիտ բնակեցված է եղել։ Բայց ով է բնակեցրել, ասենք, եթե մենք վերցնում ենք մարդ բանականին։ Ով է բնակեցրել, ասենք, եթե 40-50-60 հազար տարի առաջ տեղ մուտք է գործել մարդ բանականը Աֆրիկայից ըստ գործող տեսության, ասենք, մեր պատկերացումների մուտք է գործել այս տարածաշրջան, հետո տարածվել դեպի, չգիտեմ, հյուսիս, արևմուտք, արևելք, բայց սա եղել այն տարածաշրջանը, որտեղ առաջի մուտք գործած այս տարածաշրջան Homo sapiens-ը, մարդ բանականը, տեղավորվել է այստեղ, բնակվել է այստեղ։ Հետագայում, երբ որ մոտարապես 6-7 հազար տարի առաջ տեղի է ունեցել նոր ներխուժում կամ ասինքն նոր ալիք է ուրեմն տեղի ունեցել, որը եկել է ուրեմն մերձավոր արևելքից երկրագործությունը հայտնաբերելուց հետո, մենք իսկ ով են եկել, ով են մեր նախնիները, այստեղ այդ շղթան կարծես թե անընդհատությունը այդ շղթայի չի ընդհատվում եւ դրանով է կարեւոր ազոխը քարանձավը, որ մենք տեսնում ենք, որ այնտեղ եղել են եւ ոչ Homo sapiens ներկայացուցիչները, եղել է Homo sapiens-ը եւ ամենակարևորը, որ մենք այնտեղ գտել ենք նաեւ մեր ներկայությունը, այսինքն մեր նախնիների ներկայությունը, որը հետագայում պարզվեց արդեն մյուս քարանձավում։ Դա քարանձավները չի կարելի անջատել մեկը մյուսից, քանի որ մարդիկ այնտեղ մշտական չեն բնակվել, ասենք նույն ազոխի քարանձավում։ Նրանք ժամանակավոր եկել են, որսելու համար, ժամանակավոր եղել որսելու համար, քնած ասենք բաներին, այդ արջերին
սպանում էին, վերջը օգտվում էին, օգտագործում էին այդ միսը որպես սնունդ եւ այլ, բայց այնտեղ երկար շղթա կար եւ այդ երկար շղթան մեզ հաջողվեց այդ շղթաներից մի օղակա նաեւ հայտնաբերել, որը արդեն դա բանն էր, քարինտակներ։ Ինձ համար եւ հարազատ թեմ, հոգեհարազատ թեմա է քարինտակը, որտեղ գիտեք, ծնունդով ես քարինտակ գյուղից եմ։ Մեր ժողովուրդը միշտ այդ քարանձավին ասում էր կոհոլ։ Այսինքն կոհոլ արցախյան բարբառով ասում էին այն քարերներին կամ ասում էին այրաբնակությանը մի խոսքով, եթե այսպես ասենք, իսկ մնացածներին օրինակ ասում էին կարան, որը քարանձավ է նշանակում, օրինակ տարբեր մոսունց կարան, ափունց կարան եւ այլն ասում, որվան է ամբողջ տարածքը, բայց կոնկրետ այդ ուրեմն Ալեքսանդր Ղուզեի կարաններն են ասում, բայց հիմնականում տարածված էր կոհոլ եւ դուք եկաք այդ տարածք, սկսեցիք այդ ուրեմն քարանձավում կոհոլում պեղումները եւ շատ հետաքրքիր նյութեր հայտնաբերեցիք, որը նույնիսկ միշտ այսպես ես դրա մասին տեղյակ էի, օրինակ մենք բոլորս տեղյակ էինք դրա մասին ժողովրդական ավանդությունների մակարդակով, որ ասենք նույնիսկ ասում են, որ այնտեղ վագր էր գալիս Պարսկաստանից եւ այլն, այսպեսի նաեւ պատմություններ էին պատմում մեր մեծերը եւ դուք սկսեցիք պեղումները շարունակելով այն շղթան, որի մասին դուք խոսեցիք, ազոխի շղթան, թե որտեղ կարող է լինել։ Խնդրեմ։ Հա, նայեք, ազոխը, քանի որ ներկայացնում էր ավելի վաղ ժամանակաշրջան, այնտեղ ստորին շերտը մոտավորապես 400,000 տարվա վաղեմություն ունի, վերին շերտը, որը մենք չէինք պեղել, բայց բոլոր դեպքերում մենք գիտենք, մոտավորապես 100,000 տարվա։ Այսինքն այդ 14-13 մետր այդ ուրեմն խորությունը կամ հաստությունը, դա փաստորեն ընդգրկում էր 300,000 տարվա պատմություն։ Ցավոք, այնտեղ ոսկրանյութը չէր պարունակում DNT, որը շատ կարևոր է այսօրվա ժամանակակից ուսումնասիրության համար։ Ինչու, քանի որ այնտեղ ջուր էր հոսում եւ այդ ջուրը այսպես լվանում էր, տանում էր այդ DNT-ն, այսինքն օրգանական նյութը արդեն կամած պակասում էր այնտեղ, աստիճանաբար պակասում էր եւ բազմիցս ասած մի 3-4 անգամ մենք փորձել ենք ուրեմն մեր գործընկերների միջոցով արտասահմանում այդ հայտնաբերված պեղած նյութից, ոսկրանյութից, ուրեմն DNT անջատել։ Ցավոք չստացվեց, այնտեղ DNT-ն իսպառ բացակայում էր։ Եվ հակառակ պատկերը բանում էր, քարինտակում էր։ Քարինտակը ուներ շատ, բացարձակ համապատասխան պայմաններ ուներ։ Այնտեղ եւ կլիմայական պայմաններն էին շատ կայուն, այսինքն ձմռան այնտեղ +8 աստիճան էր քարանձավի ներսում, ամռանը 12 +12 աստիճան էր եւ բացի դրանից խոնավությունը այնտեղ համարյա չէր տատանվում եւ մի բան էլ որպես առավելություն այնտեղ բացարձակ մթություն էր, մութ էր, այսինքն արևի ճառագայթները ոչ մի ձևով չէին քայքայում DNT-ն, որը շատ կարևոր է։ Եվ հենց առավելությունը դա էր, եւ բացի դրանից այստեղ այն ժամանակաշրջանն էր, որը բացակայում էր ազոխում։ Մենք հասանք մոտավորապես 50-40,000 տարվա, ուրեմն շերտերին հասանք, բայց մենք ունեինք նաեւ հնարավորություն ստուգելու իսկ շերտերի խորությունը ինչքան էր, մոտավորապես 6 մետր, որը որ շատ լավ էր։ Այսինքն եթե մենք այնտեղ շարունակեինք աշխատանքը, դա կլիներ մոտավորապես 100,000 տարուց ավելի խորը կլիներ, այսինքն կընդգրկեր նաև ոչ միայն մարդ բանականին, այլ նաև նեանդերտալին։ Մենք այնտեղ հայտնաբերեցինք ինչպես մարդու ոսկրանյութ, ժամանակակից մարդու ոսկրանյութ, եւ հասցրեցինք նաև 2017 թվականին հրատարակենք այդ նյութը եւ պարզվեց, որ այն ատամը, որը մենք գտել ենք այնտեղ, երբ որ մենք այդ ատամը գենետիկորեն ուսումնասիրեցինք եւ համեմատեցինք ժամանակակից ուրեմն ժողովրդի հետ, ժամանակից արցախցիների գենետիկական ուրեմն նկարագրի հետ մենք տեսանք, որ կա անընդհատություն։ Եվ հենց այդ նյութի հիման վրա, այդ բնույթի նյութի հիման վրա 17 թվականին լույս տեսավ մի աշխատանք, արտասահման շատ կարևոր հանդեսում, որտեղ մենք պնդեցինք մեր գործընկերների հետ միասին, որ մեր այդ տարածաշրջանում
Արցախը ներառյալ, մենք ունենք առնվազն 8000 տարվա անընդհատություն, շարունակականություն, թեկուզ մայրագծային, ասենք այդ բանով, մայրագծային գենետիկական պատմության ուղղությամբ։ Այս տարի մենք այդ աշխատանքը շարունակելով մենք նաև ապացուցեցինք, որ նաև հայրագծային, այսինքն մենք առնվազն ունենք մոտավորապես 6000 տարվա կայունություն մեր գենոֆոնդի, եւ դա հարցի պատասխանն է, թե Արցախի բնակչությունը բնիկ է թե ոչ, ընդհանրապես Արևելյան Հայաստանի բնակչությունը բնիկ է թե ոչ։ Դա էլ առանձին թեմա է, որի մասին կարելի է շատ երկար խոսել։ Ցավոք մենք շատ քիչ ենք, ոչ թե քիչ ենք խոսում, ես շատ եմ խոսում դրա մասին, գուցե չափից ավելին եմ խոսում, վատն է, որ այս նյութը, այս կարևոր արդյունքը ոչ մի ձև չօգտագործվում մեր, ասենք, քաղաքական ինչ-որ գործունեության ժամանակ, լրիվ հակառակը։ Եղել է դեպքեր, երբ որ մեզ ասել են այսպես ուղիղ բաց տեքստով, որ մեր աշխատանքները խանգարում են մեր, չգիտեմ, արտաքին գործոց նախարարությանը, քանի որ չգիտեմ ում են զայրացնում։ Դա 15 թվականի զրույցն է, որը չեմ էլ ուզում հիշեմ։ Ի վերջո գիտական հետազոտություններին կոնկրետ ահա այդ հայկական գենետիկայի բնագավառում ինչ ապագա է սպասվում։ Ստիպված, երբ որ մենք վերադարձանք Արցախից, մենք արդեն այստեղ սկսեցինք այդ նույն պեղումները, հնաբանական պեղումները Հայաստանում եւ շնորհիվ նաեւ նրան, ես պետք է ուրախությամբ ասեմ, որ վերջի տարիներին նաեւ բացի բազային ֆինանսավորումից մենք ունեցանք նաեւ դրամաշնորհային ֆինանսավորում, որը զգալիորեն օգնեց, բարելավեց մեր ուրեմն մեր աշխատանքը ընդհանրապես շարունակություն լինելու է այդ։ Այ, գիտեք, ցավոք ոնց որ կարծես թե կա ինչ-որ մտավախություն կա, քանի որ մեզ հասավ լուր եւ պաշտոնական, այսպես ասած, լուր այն մասին, որ եկող տարվանից այդ դրամաշնորհները կարծես թե պետք է կանգ առնեն, քանի որ այդ գումարները պետք է հատկացվեն ակադեմիական քաղաքի այդ կառուցմանը։ Ես կարող եմ ասել իմ տեսակետը հետևյալն է, ակադեմիական քաղաքի ուրեմն հատկացվող գումարը անհամեմատելի է այն գումարի հետ, որը ուրեմն օգտագործում է մեր դրամաշնորհների համար, այսինքն դա կլինի 1-2%, 1-2%-ով դա ուղղակի այդպես ասած սխալի սահմաններում է, եթե վիճակագրության մասին խոսենք։ Եվ բացի դրանից դա շատ մեծ վնաս կհասցնի, հազիվ գիտությունը, հատկապես այն գիտությունը, որը փորձարարական է, փորձերի հետ կապ ունի, սկսեց ինչ-որ ժարտունք ապրել, շնչել, եւ այսօր եթե մենք նույնիսկ 1 տարով կանգնացնենք, մենք անպայման շատ մեծ նահանջ կունենանք։ Իսկ դա նշանակում է, որ մեր երիտասարդները կգտնեն նոր ճանապարհներ, այսինքն նրանք կթողնեն գիտությունը այստեղ եւ կգնան արտասահման, որը որ իհարկե անցանկալի է։ Շատ կարևոր հարցերի մասին խոսեցիք, պարոն եպիսկոպոսյան, հաջողություն եմ մաղթում բոլորիդ, կհանդիպենք։